Ինչ ոտեղ խփեց դա։ Հալո, Դավը լսում ես։ Ձյամ։ Դավդ կտրտվում է ձայնդ։ Մեկին ուր գնաց։ Ձյամ չեմ լսում քեզ, կտրտվում է ձայնդ։ Դավո, հալո, խոսա։ Ձյամ լսում ես դու ինձ։ Ապեր չեմ լսում ձայնդ կտրտում, արա սրան ինչ եղավ։ Արդյոք ինչ եղավ։ Ձյամ մեկի հեռախոսին ենք կպած, դրա համար չենք լսում իրար։ Դավ, ձյամի այդ ամեն ինչ նորմալ է։ Ահա, հա, տեսնում եմ իրան, գալիս է քո կողմ։ Հա, հապա դրանք ուր են։ Չեմ տեսնում, շենքում չկան։ Մի րոպե։ Դավ ձյամը մեզ չի լսում։ Տեսա դրանց, բակում են։ Մեկի ուր ես, չեմ տեսնում քեզ։ Մեկի։ Մեկի։ Ասում ես, տաքսի ես վարում, հա։ Դե հա, ինչ անեմ, ուրիշ գործ չեմ կարող անեմ։ Այդ մնաց բարձրացին գունեմ կարամ ցույց տամ։ Ես կապ չունեմ ձեր մտածածի հետ։ Լավ, իսկ քեզ ու Սիմոնին ի՞նչն է կապում իրար հետ։ Մեքենան, ուրիշ ոչ մի բան։ Լավ, ենթադրենք, որ այդպես է։ Իսկ ոնց է տաքսու գործերը, հա։ Դա քո միակ եկամուտն է։ Դե հա։ Այդ դեպքում ոնց կբացատրես, որ վերջի մի քանի օրը դու աշխատանքի դուրս չես եկել։ Մենք դա սաղ ճշտել ենք։ Դու վերջի անգամ աշխատանքի ես դուրս եկել Արտակի անհետանալու նախորդ օրը։ Աշխատել ես մինչև կեսօր, որից հետո ծրագիրը անջատել ես։ Ոնց կբացատրես դա։ Դե ես էլ եմ մարդ, ես էլ կարամ հանգստի կարիք ունենամ։ Չեմ կարող սա աշխատեմ։ Արտակին դու ես տարել քաղաքից դուրս։ Մինչև ուր ես տարել։ Դե Խոսա։ Եկա մարդ ես, ինչ ես գլուխդ կախել, կարող եմ մի հատ էլ լաց լինես։ ես մեղավոր չեմ։ Բա ով է մեղավոր։ Ես չգիտեմ, ինձ հարցեր մի տվեք։ Տարեք նստացրեք, ես կապ չունեմ։ Հանգիստ եղի։ Մենք բոլորս էլ գիտենք, որ դու մեղավոր ես։ Կարող է քաղաքից դուրս են տարել, սա կոնկրետ կիմանանք։ Լավ կզանգեմ։ Ընդունես մեղավորությունը, դրսում համարյա խոստովանել էր։ Դե սա միանգամայն հանցակից է։ Աչքերից պահվածքից դա է երևում, բայց հաստատ ինքը չի կազմակերպել։ Հենց Սիմոնին բերեք, ինքը սաղ կպատմի մանրամասն։ Ես ես դրա հետևից կգնա։ Հարաուրեն որ կողմն են, ախպեր դուրս եկա, բայց մարդ չկա։ Չգիտեմ, ձյամ չեմ տեսնում իրանց։ Ով ես։ Չես ուզում։ Մեգի։ Ստեղ արի։ Տղա ես հետս կռվի։ Ձյավ, օգնի։ Ձյավ։ Ինչի համար օգնեմ, որ թողեցիր թռալ։ Քո հետ ամեն ինչ լավ էր։ Վեր կաց։ Դավ։ Դավ։ Յա, բարի գալուստ, ոնց ես։ Ով է սրանք, ինչ են ուզում։ Ինչ է կատարվում։ Չեմ հասկանում, չեմ տեսնում դրանց։ Արդեն ոստիկանություն զանգելու ժամանակն է։ Զանգի շուտ։ Հա։ Ահա զանգի շուտ արա։ Չեմ
հասկանում։ Ինչի են ես կողմ գալիս, ինչա պետք։ Կարող է խապստվեցին, որ հետևի մուտքով թռնեն։ Ձյոմ շենք մտան։ Մի րոպե։ Ձյոմ կողա ռումբ են դնում։ Ով եք, ինչ է եղել։ Դավ, ինչ եղավ։ Ես քո հետ անկեղծ կլինեմ։ Քեզ կտամ պարզ հարց եւ դու ինձ պարզ կպատասխանես։ Դու ես սպանել Արտակին։ Քո հետ եմ։ Չէ, Իսկ փաստերը հակառակն են խոսում։ ինչ փաստ։ Խոսենք փաստերով։ Փաստերը ամենահետաքրքիր բանն են։ Մարդ չեն, որ քեզ խաբեն։ Ուղղակի պետք է ճիշտ վերլուծել։ Այդ դեպքում նույնիսկ հարցաքննվողի ասածներն են անօգուտ։ Դու Արտակի մտերիմ ընկերը չես եղել, ոնց որ դու ես ասում։ Այդ մասին պատմում են նրա մտերիմ ընկերները, Արտակի բարեկամները, Արտակի սոցիալական ցանցերը, որտեղ հազար ու մի մարդու այդ լուսանկարներ կան, իսկ քո հետ չկա։ Մենք վստահում էինք իրար։ Արտակը քեզ վստահում էր, այո։ Ու հարկադիրից խուսափելու համար իր տունը նվիրատվությամբ տալիս է քեզ։ Ես չեմ հասկանում իրան։ Բայց իր մտերիմ ընկերներն ասում են, որ Արտակը շատ բարի ու միամիտ տղա էր։ Հաջորդը։ Առանց իր հետ քննարկելու, օգտվելով առիթից վաճառում ես այդ տունը։ Ինքը գիտեր։ Դե, երևի իրան ինչ-որ գումար ես խոստացել ու չես տվել, որն էլ բացատրում է այն հանգամանքը, որ Արտակը մինչև հիմա տուն չուներ։ Տենց չի։ Հետո սիրտը շահելու համար խոստանում ես, որ նրանք ուղարկես Եվրոպա հանգստանալու, քո հաշվին։ Դրանից հետո քո մեքենայով, որ օրավարձով տալիս ես Սերոփին, Արտակին տանում եք իբր Եվրոպա ճանապարհելու։ Դե, պարզ է, որ այդ ընթացքում էլ սպանում եք նրան։ Որից հետո դու երկար ժամանակ նրա հեռախոսով վարում ես իր սոցիալական ցանցերը, որ ոչ մեկ կասկածներ չունենա։ Ինչի, որպեսի վաճառված տան գումարը նրան չտաս։ Դե պարզ է, որ ինչ-որ չափ էլ տվել ես Սերոփին, որ երկուսով իրագործեք այդ հանցագործությունը։ Սա փաստերի հիման վրա կատարված տրամաբանական վերլուծություն է։ Քեզ մի անգամ էլ եմ հարցնում։ Դու ես սպանել Արտակին։ Լավ։ Ես քիչ հետո կգամ։ Եվ մենք խոսենք, եթե դու պատրաստ լինես խոսել ու ասել, թե որտեղ է Արտակի տին։ Ալո, արա, խոսա, քո հետ ենք։ Չեմ հասկանում, ինչ եղավ, որ սենց մի անգամից կորավ։ Մեկի բայց ճիշտ են գնում։ Դե ուրիշ տեղ չկա գնում։ Տանի չենք գնում, հա, այնտեղ եմ։ Բայց ինչ են անում այնտեղ։ Չգիտեմ, բայց արի արագ գնանք։ Արի։ Ո՞ւր են դրանք։ Սկսուր։ Մարդ չկա։ Սպասելու տեղը հետա մենք կհարցաքննեինք էլի։ Հա որ։ Հանակ ես մտածում եմ, որ հարցաքննության ժամանակ մարդուց խոսք քաշելը ավելի դժվար է, քան ինչ-որ օպերատիվ գործողություն անելը։ Ես ուրիշ կարծիքի էի։ Օրինակ ես օծին բնից կհանեմ։ Դե դու վերջն ես։ Սպասում արդեն։ Որի որ դու աժակնա։
Նարեկ, դու ինչպես միշտ ճիշտ հարցեր ես տալիս ու շատ ճիշտ ժամանակին։ Հերցրու։ Տեսնեմ ինչ է ասում։ Ես չեմ ուզել, որ ինքը մեռնի։ Չեմ ուզել։ Բայց ամեն ինչ արել ես, որ մահանա։ Ես չէի ուզում, լուրջ եմ ասում, ինձ մենակ փողն էր պետք։ Ուրիշ ոչինչ, մենակ փողը։ Ինչ է կատարվել։ Ինքը տան գումարն էր ուզում, որ տայի, բայց Արդեն գումարի համ ընկել էր բերանդ, չէ՞։ Սա արդեն ինքնախոստովանական ցուցմունք է։ Ասա տեսնեմ, որտեղ եք պահել Արտակիտին, Մայրուղու որ մասում եք թողել Արտակիտին։ Մայրուղում չի։ Բա որտեղ է։ Երևանում։ Տեղն ասա։ Անցի հետևս։ Խոսացեք, արա ով եք։ Վերջ, ամեն ինչ ավարտված է։ Տիկին Բակուց։ Ոնց եք վախեցել։ Այսինքն։ Մի վարքյան, դուք եք։ Ես էլ ասում եմ ինչ է կատարվում։ Հորս արև դուք եք։ Էս ինչ արեցիք։ Ով էր ինձ գցել։ Լուրջ չէիր հասկացել, որ ես էի։ Իսկ ով էր ինձ խփել, սատկացնելու եմ։ Յա, հələ փորձի։ Փուֆ։ Լավ, հասկացանք։ Իրականում ես մտածում էի մեզ չեք հասնի։ Ամեն ինչ լավ է կարել։ Իսկ որ ինֆակտ ստանայի, ով էր փողերս, մի խոսքով ով էր պատասխան տալու։ Արդյոք ուղղակի կիմանայինք, որ դու պիտանի չես այս գործին։ Բայց հիմա ապրեք, դուք ապացուցեցիք, որ արժանի եք այս կոչմանը։ Այսինքն ամեն ինչ լավ էր։ Դե, խնդիրներ կային, որոնց կանդրադառնանք վաղը։ Բարի գիշեր։ Բարի գիշեր ձեզ։ Պատկերացնում ես, այսքան ժամ զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Սպասի, Սիմա։ Աղաս աղջիկը չկա։ Ալո, Բակունց ջան, քեզ զանգել եմ որպես խիստ անհանգստացած ծնող։ Մի անհանգստացի աղաս, արդեն շատ զանգեր ստացել եմ։ Ինչա կատարվում։ Մեկից չկա։ Հանգիստ եղի աղաս, շուտով երեխեն տուն կհասնի, բաց եմ թողել արդեն, ստեղ մենք շատ կարևոր պրոցեսի մեջ էինք։ Աղաս, ինչա կատարվում։ Ախր, Բակունց ջան։ Վայ աղաս ջան, ցավոտ տոնեմ, ինչ ախր է, չեմ հասկանում, դու ներսի մարդ չես, դու չգիտես մեզ մոտ ինչա կատարվում, ինչ պրոցեսներ կարող են լինել, լավ էլի։ Աղաս, դե մի բան ասա։ Ամեն ինչ նորմալ է, Սիմա, հանգիստ։ Լավ, շնորհակալ եմ, Շակե ջան, ապրես։ Մեգի ինչա կատարվում, որտեղ էիր, ինչի զանգերից չէիր պատասխանում։ Սպասի մամ, դասի էինք, ուղղակի շատ խառը դասեր ու լրիվ անակնկալ էր բոլորիս համար։ Պարզա։ Գնամ լողանամ գամ ու պատմեմ ամեն ինչ, հա։ Դե ինչ անեմ, Սիմա ջան, պետք է դիմանանք։ Անկեղծ շատ հետաքրքիր էր։ Բայց ինձ թվում է ձեր գործը ավելի հետաքրքիր է, քան մերը։ Դուք չգիտեիք ինչա կատարվում, իսկ մենք գիտեինք։
Նայ կարճան, մեր գործն ավելի հետաքրքիր կլիներ, երբ որ դուք լավ խաղայիք, նենց խաղայիք, որ մենք հավատենք։ Եվ հավատացիք։ Նայ, անկեղծ կասեմ։ Սկզբից չէի հավատում, հետո մի պահ հասկացա, որ լուրջ է, բայց վերջում ջոկեցի։ Բայց ոնց։ Ասեմ։ Երբ որ եկան ինձ տանելու, տղերքից մեկը խնդաց։ Լուրջ։ Հա։ Դա լսի։ Այս ֆլեշկեն պետք է բացենք։ Կարաս։ Որ պետքա բացենք։ Բայց նենց որ ոչ մեկ չիմանա սրա մասին, օքեյ։ Խնդիր չկա։ Ապրես։ Սովածներ կան։ Օպա։ Ապրես չեմ հասկանում, ես դուք լրիվ կրիա եք դարել։ Դավիճի սուշին բերես, բայց դուք ոչ բաժակ եք բերել, ոչ ափսը։ Բաժակ ինչ ես անում, ծոմ։ Արա, բայց նվեր գինին ոնց ենք խմելու։ Արի սուշին ուտենք, նոր գինին կխմենք, լավ։ Արի։ Արա, բայց ասենք ձեռդ ոնց գնաց, որ խփեցի ինձ։ Լավ կներես, չէի ուզում ուժը խփեի։ Բայց ասեմ ձեզ, կամերաներով նայում էի, ու մինչև չէի հավատում, բայց որ խփեց, արդեն հասկացա, որ լուրջ է։ Բայց ասա, որ շատ դզած պրոցես է։ Բայց ամենակարևորն էր, որ դուք դուխով միջև վերջ եկաք։ Բա ու քեզնից չենք վախենալու։ Դերք, բայց իրականում ամենակարևորն է նա, որ վաղը բակունցը լավ բաներ ասի, չէ՞։ Դե ինչ ասի էլ, սաղ ճիշտ արել ենք։ Կարևորը չենք թողել, որ բան գողանան։ Հիմա ասենք ակադեմիա, եթե մարդ մտավ հանկարծ, մենք գիտենք ինչ պետք է անենք։ Մարիա խոժակ։ Լսում եմ հրաչ։ Չէ հրաչ, դեռ ոչ մի առաջընթաց չկա։ Դեռ չենք հասկացել, թե քո քարտը ոնց է հայտնվել Խաչատուրի տանը։ Իսկ այդ նշանակում է, որ առաջի կասկածալը դու ես հրաչ։ Գոնե կարողացար սուրճ պատրաստես։ Լավ կզանգեմ։ Հա, բայց սրա բարդությունը ո՞րն է։ Դե օրինակ Մեգի համար պիտի ջուրը մի քիչ լինի։ Մամ, լցնում ես արդեն։ Արագ խմեմ սուրճս ու գնամ։ Այսօր պետք է քննարկենք երեկվա, այսպես ասած, օպերացիան։ Այ Մեգի, ես չգիտեմ, թե երբ մենք համակերպվեցինք, որ դու ոստիկան ես դառնալու։ Իսկ ով ասում, որ համակերպվել ենք։ Բապ։ Մեգի ջան, ակադեմիան շատերն են ավարտում, ավելի շատերն էլ ընդունվում են, բայց շատ քչերն են անցնում մեր համակարգում աշխատանքի։ Ես քեզ այսօր չեմ կարող տանել, ինքնուրույն կգնաս։ Դե գնացի ես, հաջողություն։ Պակա։ Մամ, գոնե մի բան ասա։ Համակերպվեմ քո մասնագիտական ընտրության հետ, Մեգի։ Երբեք։ Ինչ է կատարվում։ Բերել աստեղ։ Իրանն է։ Այս մեքենան, որ օրավարձով տալիս են Իրանն է։ Գիշերտան այստեղ էր կանգնացնում։ Բարձր։
Տեղը ցույց տու։ Այն երկու թմբի արանքը։ Բերելու թաղել եք ստեղ, հա։ Ապուշ էլի։ Մտածում եք չենք գտնելու արա։ Լավ, նարեկ, հիմա դրա ժամանակը չի։ Տեսեք տղեկ հետ ինչ եք անում։ Տղեկ, եկեք օգնելու վանքը։ Վազում ենք չես ուզում, հա մեր զորքնած կինես։ Որ շատով լինենք իրար խանգարելու ենք։ Ով, սպասի։ Աղաս տեղա։ Գոնե փոշմանը լես։ Լավ, ամեն ինչ պարզ է։ Դինդիա հերձարան, սրան խուց, գործնել դատախազություն։ Արի առաջին գիվ։ Ձեր ողջ գործունեության ընթացքում դուք անընդհատ հանդիպելու եք բարդ ընտրության։ Բա ինչ ընտրենք տիկին Բակունց։ Նստենք մնայինք։ Ջոն, սուս մնա։ Ընտրության հարցը միշտ շատ ավելի կարևոր է։ Տեսեք, նրանք ովքեր գտնվում էին անցակետում ամեն բան շատ ճիշտ են արել, չնայած բաց է թողնվել մի շատ կարևոր բան։ Ինչ կարևոր բան տիկին Բակունց։ Դուք զինված չէիք, չէ՞։ Իսկ եթե նրանք զինված լինեին, ինչ էիք անելու։ Նախ պետք էր զանգահարել ոստիկանություն, որից հետո պետք էր հարձակվել։ Այո, ճիշտ եք ասում։ Բայց գովելի է այն, որ անցակետը դատարկ չեք թողել։ Իմիջիալոց Դավիթ ապրես, որ կարողացար հեռախոսի միջոցով ինֆորմացիա հաղորդել, շատ կարևոր որոշում էր։ Բայց մենք որտեղ ենք սխալվել։ Տեսեք, ըստ էության ամեն ինչ լավ եք արել, բայց շեղվել եք իմ հրահանգներից։ Մարդ եք ուղարկել անցակետ։ Իմպրովիզը կարելի է համարել, որ ստացված էր։ Ես ուղղակի չգիտեի բայն թե ինչ անենք, մենք Դե մենք էլ Այո, այդ պատճառով էլ հայտնվեցիք դիլեմայի առաջ։ Այո, հետևել հանցագործներին, մենակ թողնել ձեր ընկերոջը, թե մարդ ուղարկել ձեր ընկերոջ հետևից։ Պարզ է։ Իսկ այս դեպքում ո՞րն է ճիշտը տիկին Բակունց։ ինձ թվում է ճիշտ կլիներ, եթե ինչ-որ մեկս գնար դրանց հետևից, մյուսն էլ գնար անցակետ։ Բայց հանցագործները ավելի շատ էին, իսկ մի օքով ոչ իման չէին կարող անեին։ Դե մյուս կողմից էլ անցակետը դատարկ կմնար, չէ՞։ Դե լավ, ո՞րն է ճիշտը։ Ճիշտ չկա այստեղ։ Տեսեք, կա կանոնակարգ, կարգուկանոն, թղթի վրա ֆիքսված, բայց մյուս կողմից կարող են լինել իրավիճակներ, որոնք հնարավոր չի ուղղակի գուշակել եւ ֆիքսել թղթի վրա։ Բա ինչ անենք։ Բարդ ընտրություն է։ Այո, բարդ ընտրություն է, որը պետք է կատարել։ Գիտեք ինչ, կարևորը պատասխանատվությունից չխուսափելն է։ Հասկանալ, որ քո ընտրությունն է եւ պատասխանատվությունը քոնն է։ Երբեմն պետք է ուղղակի գործել, պարզապես գործել ու վերջ։ Ըստ էության կարելի է ասել, որ ամեն ինչ լավ է եղել, զարմանալի է, բայց գոհ եմ ձեզնից։ Չնայած մյուս կողմից էլ եթե մոտենանք հարցին, ամեն ինչ այնքան էլ լավ չի եղել։ Տիկին Բակունց։ Կատակ եք անում։ Ոչ։
Այս գործն էլ սենց տղերք։ Այդ լակոտը իրան դրել է ամենագետի տեղը։ Գիտես չէ ինչ երկար են պատրաստվել սպանությանը։ Ոնց։ Արտաքին քաղաքից դուրս տանելուց առաջ մտել են դեղատուն քնաբեր են առել։ Հա, հետո խառնել են, ջրի հետ ու տվել են որ խմի։ Այդ էքսպերտիզան կհաստատի։ Բայց դե այդ դեղը չի ազդել Արտակի վրա ու Արտակը չի քնել։ Տեսար գլուխը ինչ են արել։ Քարով հարվածի հետևանքներն է։ Հա, շատ դաժան սպանություն ա եղել։ Բա դրա վարորդը, այդ Սերոպը, իրան դրել էր միամիտ անմեղ զոհի տեղ։ Ինքն էլ է կոնկրետ մասնակցել այդ սպանությանը։ Ճիշտն ասած ինձ սկզբում թվում էր, որ ինքը պարզապես ականատես է։ Սխալ էր քեզ թվում, հաստատ ինքն էլ է մասնակցել։ Ընկերոջն է օգնել էլի։ Նույն հոտվածով է գնալու էդի։ Բայց ափսոս էր։ Իրոք որ շատ բարի ու միամիտ մարդ էր։ Այս աշխարհը այդ բարի մարդկանց համար այսպես դաժան է գտնվում։ Տղեր։ Այ իր նմանների դառնա հիմա։ Իմ նման մարդկանց, հա? Բա էլի որ։ Հա ինչ ա եղել որ։ Ոչ մի ման կամերում։ Դու ասա ինչ կա, ինչ նորություն ունես։ Ահա որ շատ չարչարվեցի։ Բայց կարծես թե առաջընթաց կա։ Որ գործում։ Սարգսյան Համլետի։ Թե Հրաչի քարտը ոնց էր հայտնվել այդ տանը չիմացանք։ Հրաչին էլ չգտանք։ Ասելիքդ ասա Քամարյան։ Ու այդ ժամանակ հասկացա, որ պետքա ուրիշ կողմից սկսեմ։ Որտեղից։ Դու ականջներդ փակի, Բալիկ ջան։ Սա մեծերի զրույց է։ Նա թե հանգստացի պայքար։ Քամարյան շարունակի։ Խաչատուրի ու Համլետի մարդկանցից մեկի զրույցն ենք գտել։ Ու Չգիտեմ այդ ինֆորմացիան ճիշտ է, ճիշտ չի, բայց կարծում եմ, որ դուրս եմ եկել հենց այդ մարդու վրա։ Այդ այն մարդն է, որ Խաչատուրի հետ է խոսացել։ Հա, ու հավանական է, որ հենց այդ մարդն էլ սպանել է նրան։ ու եթե չի էլ սպանել, այդ մարդը հաստատ Համլետին մոտ կանգնած մարդ է, որ դարձել է իրա ու Խաչատուրի մեջ միջնորդ։ Ապրի արևդ։ Անուն ազգանուն հասցե։ Էսով է, մենք ինչ-որ ինֆորմացիա ունենք մեր բազայում։ Ոչ մի բան էլ չունենք։ Ասեմ ավելին մեր երկրի քաղաքացի էլ չի։ Այդ շենքի մեջ թաքնվում են ու ինչ-որ գործեր են անում։ Այսինքն տուն չի։ Դե ֆակտո տուն է։ Դե յուրե իրանք դե ինչ-որ բան են թաքցնում, կամ զենք են թաքցնում, կամ թմրանյութ։ Բայց դե վստահ չենք, որ հավաստի ինֆորմացիա է։ Կզբաղվեք, չէ։ Ազատ ես Քամարյան։ Բայց կզբաղվեք, չէ։ Քամարյան։ Դե տղեկ։ Գտեք դրան։ Լուրջ ես ասում ախս։ Ես եմ մտածում եմ գնանք տուն կհանգստանանք, մի քիչ թրև կգանք։ Չէ, հա, ուրա մեզ տենց բախտ։ Գործին արեք, անցեք գործի։ Արեք ոչ դուրս եկող կա, ոչ էլ ներս մտնող։ Արեք կարող է այդ պայքարին անկապի ինֆորմացիա են տվել։ Իսկ եթե փորձենք ներխուժենք, հետևանքների մասին չես մտածում, հա։ Բա որ պայքարը սխալված լինի։ Արեք ջան, դե ինչքան կարանք սենց սպասենք։ Ինչքան որ պետք է։ Ես որ պատրաստված եմ եկել։ Նիա, լինզեր դու։ Այս մեր Բաքու մի հատ երեխա կա, հենց ինձ տեսնում ասում է, ջաջա ասում է, ամեն օր դուք կրակում եք։ Գիտի մենք ամբողջ օրը վազում ենք այս կողմ, այն կողմ, կրակոցների մեջ ենք։ Ասում եմ, չէ, տղա ջան, մեր գործը հիմնականում նստել ու հետևելու մասին է։ Ինձ ինչ ասի լավ լինի։ Ինչ։ Ասում դե դա ես էլ կարամ դառնամ ոստիկան։ Ճիշտ ասում էլի։ Հիմա դուստե։ Մարդու շատ տեսա։
Սա մարդու շող տեսա։ Որ դու տենամ, դու։ Դե նարեկ կատակ ես անում, ոչ մեկ էլ չկա։ Կորա։ Հան նայ։ Լավ, կարևորը։ Մեզ չնկատեն, հետո կմտնենք տունը կստուգենք։ Ինձ ամեն դեպքում թվում է պիտի ներխուժենք։ Սպասի։ Հա, Մամիկոնյան։ Նարեկ որտեղ եք։ Սպայքարի տված հասցեում ու նորություն չունենք։ Շատ արագ հեռացեք այդտեղից։ Ինչ ա եղել։ Այդ տեղում չի խնդիրը։ Մենք հստակ ինֆորմացիա ունենք Համլետի գտնվելու վայրի մասին։ Որտեղ է։ Ես հիմա ձեզ SMS կանեմ, արագ եկեք, ես էլ եմ դուրս գալիս։ Լավ։ Ինչ ա եղել։ Այսօր Համլետին բռնում ենք։ Պապ կլինի ինձ էլ չզանգես, ես չեմ ուզում հետդ խոսեմ, քո պատճառով իմ կյանքը կործանվում է։ Կարեն, քո միակ հարազատը ես եմ։ Բա ինչ եմ քո պատճառով ես դուժվում։ Դու ինձ պետք է օգնես։ Ինչու՞մ։ Այն ֆլեշկան, որ գտար ու վերացրեցիր, պետք է նման մի բան էլ անես։ Ես ժամանակ չունեմ։ Սպասի Կարեն։ Հետո կխոսանք։ Երբ իմանամ ինչ է այդ ֆլեշկայի մեջ։ Լավ, նորություն կա։ Այսը ստացվում է։ Այս լոդինգի նշան տեսնում ես։ Հենց ավարտվի կաս արդեն բացես։ Ու մի անգամից գերեվա թե ինչա մեջը։ Չես ուզում ես տեսնեմ։ Չէ, հանգիստ եղի։ Ես չեմ բացի, դու հետո կբացես։ Ապրես տավ։ Վերջ, պատրաստ եմ։ Արդեն կարաս երբ ուզես նայես։ Դե, գնացի։ Ապրես։ Չարժի։ Արժի մի բանի համար, որ ավելորդ հարցը չես տալիս։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լավ, ինչ ուզում ա լինի։ Ես ինչ կապ ունեմ։ Ես մարդասպան չեմ։ Կարենը չկա։ Զանգերին չի պատասխանում, տեղեկություն չունենք ընդհանրապես։ Հետաքրքիր է, մի րոպե։ Եթե ոստիկանություն եք զանգում, կարիք չկա։ Մենք արդեն զանգել ենք, այնտեղ չի։ Ամենայն հավանականությամբ ի սկզբանե ձեռնոցներով են աշխատել։ Մենք հարևանների հետ խոսացինք, հարցուփորձ արեցինք։ Հա, մեկն ասում է, որ նկատել է ինչ-որ անցուդարձ կա, ոստիկանությունն է դիմելու։ Ինչ-որ միտեղ դարանակալել են ու մեզ են սպասում։ Այդ դեպքում ինչի, առաջիկայինը դու պետք է անես, հասկացար։